տեսա, որ այսօր կալուգացու զարմիկը ինձ անվանել է ոչ ավել ոչ պակաս հարևան երկրի ներկայացուցիչ։ Եկեք անալիզի ենթարկենք մեղադրանքն ու մեղադրողին։ Ուրեմն ես, ի տարբերություն կալուգացու, ունեմ եւ միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության։ Ասեմ ավելին, ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ ոնց որ թե ունեմ եւ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետև ըստ հրապարակումների, ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթերի Ռուսաստանի, նա հանդիսացել է կամ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Եվ հետևաբար ի տարբերություն իրենց, ես կարող եմ լինել միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ի բնե, որովհետև ես ունեմ մի հայրենիք, միշտ ունեցել եմ մի հայրենիք։ Հաջորդը, երբ որ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի եւ իր 3 եղբայրների ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ես չեմ փախել, ես չեմ ազատվել, ես փող չեմ տվել, ես ոչ մի բան չեմ արել։ Ես գնացել եմ եւ ծառայել եմ, իմ պարտքը կատարել եմ։ Եվ ամենավերջինը, ես հասկանում եմ իհարկե, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել դաստիարակել իր որդուն եւ նրանց սովորեցնել, որ մարդկանց չի կարելի հանիրավի մեղադրել եւ զրպարտել, բայց ես այդ բացը կլրացնեմ։ Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե իհարկե նա չվախենա եւ գա ազգային ժողով։ Սպասում եմ։ Բարի օր արդեն Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ես նորից պետք է անդրադառնամ մի թեմայի, որը նենց շատ ծանր թեմա է, էլի հայ ազգի համար, բայց ճիշտը ինչ որ մեկը պետք է ասի, էլի Ժողովուրդ ջան, ինչ որ մեկը պետքա ճիշտը ասի, որ անցնի ժամանակ, ասեն մարդիկ կային իրականում, որ ճիշտը ասում էին։ Հասկանում ենք բոլորիս համար էլ ծանր է Ղարաբաղի կորուստը, հայկական պատմական տարածքների կորուստը, բոլորի տենց մի հայ գոյություն չունի։ Նույնիսկ ազգանուն են, որ փոխած մարտիրոսովներ կան, եսի մինչեր կան, նույնիսկ նրանց համար չի դա, նրանց համար է ծանր, որ նրանք թքած ունեն Հայաստանի վրա, ապրում են եսին որտեղեր, նույնիսկ նրանց համար է ծանր այդ կորուստները, բայց հիմա հայերով հելել ենք իրար դեմ, հիմա այսօր մի քանի հոգի ինձ գրել են թրքամոլ։ Ժողովուրդ ջան, ինձ հետ արդեն ահագին ժամանակ է, քանի տարիներ մարդիկ շփվում եք էլի։ Ես ով թրքամոլությունը ով։ Հիմա խոսքի ասենք ով Նիկոլ Փաշինյանի Հայաստանի իշխանության կողմնակից է, Հայաստանի իշխանության կողմնակից, կապ չունի դա Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Ծառուկյանն է, թե ով է, Հայաստանի իշխանությունների կողմնակից մարդկանց հայերի մի մասը ասում են թրքամոլ, ժողովրդին ասում են թրքամոլ։ Հիմա բերեք իրականում հասկանանք, Ժողովուրդ ջան, ու մեզ էլ հլա ասում են, որ դուք այսօր կարդացած կլնեք, ինձ գրել են մի քանի հոգի նման բան, հլա այս ժողովրդին մաս եք անում։ Հիմա ես ասած այս փաստերով, բանով ապացուցեմ այս ժողովրդին ով է մաս արել։ Թրքամոլության մեջ, ես մի բանի մեջ։ Մենք հայ ժողովուրդը մի 10, 20, 30, 100 հոգու իրավունք ունենք այդ 100 հոգուց շատ վատ բաներ խոսալու այդ իրավունքը ունենք։ Բոլորը ունեք այդ իրավունքը։ Ես հիմա վառ ապացույցներ բերեմ։ Նիկոլ Փաշինյանին, որ ասում եք պարտված, այս մի բան է, մի բան, փաստեր բերեմ։ Մի քանի անգամ ասել եմ, բայց սա էլ հատուկ են իրական չհասկացողների համար եմ ասում, որ իրականում չեն հասկանում։ Ինչ է։
կրկնում եմ 1988 թվից սկսվել է Ղարաբաղ կոմիտեի շարժումը։ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը 90-91 թվին միացել է այդ շարժմանը։ Ժողովուրդը շատ բան չէին հասկանում։ Սովետը փլվում էր իրականում ոչ ոք իշխանություններից, ոչ ասենք Քորլևոնը, ոչ մեկը չէին հասկանում ինչ է կատարվում, ինչ է կատարվելու ու դրա արդյունքները հետո ինչ է լինելու։ Այդ ամեն ինչի վերջը ոչ մեկը չի հասկացել։ Քորլևոնն էլ ասել է, իշխանության գամ նրանից հետո հեշտ կլինի, մի բան կանենք էլի երևի։ Այսպես մտածելակերպով գանք իշխանության մի բան կանենք, ոնց որ հիմա են ուզում գան իշխանության, այս երկիրը ստե փլվում է, ասում է այս երկրի հաշվին հզորանալու ենք։ Այդ մի 100 հոգու մասին եմ ասում, որ ասում են Հայաստանը պետք է սրահետ լինի, մեր սահմանները ամուր լինի, երաշխավոր լինի։ Հիմա այս երկիրը ստե փլվում է, ավիրվում է, արդեն համարյա գոյություն չունի։ Հենց այնց էլի, ասում են սրահետ մենք հզորանալու ենք։ Հիմա ինչ է կատարվել։ Ժողովուրդ ջան, պատերազմել ենք, ոչ մեկս էլ չենք հասկացել ինչ է կատարվելու հետո։ Կրկնում եմ, ոչ մեկը մի մարդ չի եղել, որ այն ժամանակ ասի ժողովուրդ ջան, բա դրա ինչ է լինելու։ Հա, այս անդեր զարյատքի դնեմ, որ չանջատվի։ Ինչ է լինելու դրա վերջը։ Գնացել ենք, կռվել ենք, Ղարաբաղը ազատագրել ենք, 7 հատ էլ ադրբեջանական շրջան ավիրել ենք, բոլորդ լավ գիտեք, ընդ տներից մնացել էր մենակ հիմքերը, հիմքերն էր, որ հանեի հնարավորություն լիներ, հնարավոր է էդ էլ հանեին, արել ենք, չէ ժողովուրդ, հիմա ասում ենք հայկականն է, փաստացի, դոկումենտալնի, ամեն ինչով, յուրիդիչսկի, ինչ լեզվով ասեմ, դա ադրբեջանական տարածք է եղել, չէ, մենք արել ենք, չէ դա, ավիրել ենք, չէ, Ղարաբաղը հանում եմ արանքից, հաշվենք, Ղարաբաղը մերն է, Ադրբեջանի 7 տարածքը ավիրել ենք, չէ, ավիրել ենք, չենք ավիրե, հատ ուզում եք ասեմ, Աղդամը, Քելբաջարը, Ֆիզուլին, Կուբատլուն, դուք բոլորդ էլ գիտեք, լրիվ հողին հավասարացրած է եղել։ Մեր իշխանությունները ինչ են արել։ Ոչ ոք, ոչ ճանաչել է այդ տարածքը հայկական, ոչ ես, ոչ հետ։ Հիմա մարդկանց ուղեղում մտցրել են, որ դա հայկական տարածքներ է։ Արա, եթե դու մարդկանց ուղեղներում, 100 հազարներով մարդկանց ուղեղներում մտցրել ես, որ դա հայկական տարածք է, բա ինչի քո երկրի նախագահ էիք, վարչապետ էիք, մինիստրաբարոն էիք, աղաց մեծ էիք, բոլորը դուք էիք, ինչ չէիք ճանաչում, ձեր խորհրդարանով, 30 տարի ինչու չէիք ճանաչում, որ դա իրական հայկական տարածք է, ինչ չէիք ճանաչում, հա? Ով չգիտի, որ 92-93 թվին Հայաստանի վիճակը շատ վատ էր, նույնիսկ հույս չկար, որ այդ պատերազմը կարող է մենք հաղթենք, ով չգիտեր դա, ով չգիտեր, Ադրբեջանը վատացավ Ռուսաստանի հետ, Գրաչովն եկավ Վազգենի հետ աղբերացավ, հա? Ու մենք սկսեցինք հաղթելը 1 տարվա մեջ, 93-ի վերջից մինչև 94-ի կեսը, ու այդ ավերակները արինք,
Հիմա եկելա, ես քան թվերը անցել, իշխանությունը նորի գցեցին Նիկոլի գրպանը, որ Նիկոլը մի բան կանի, էլի, հա? Իրանք էլ մաքուր դուս կգան։ Հիմա այդ 28-30 տարվա այդ ղեկավարներին ես իրավունք չունեմ վատ խոսքեր ասեմ։ Եմ որ ինձ ասում եք թրքամոլ, ազգին մի կիսեք իրար, ես ազգին չեմ կիսում, ես այդ մարդկանցից եմ խոսում։ Ես ազգից, ես նույնիսկ դու ինձ վատ բան ես գրում, ասում ես թրքամոլ, ես քեզ չեմ պատասխանում, ես քեզ ուղղակի բլոկում եմ, հեռացնում ու վերջ։ Հիմի ես այն մարդկանցից, որ 30 տարի իմ թափած արյունը Ղարաբաղում, ամեն տեղ, այդ ադրբեջանական այդ 7 տարածքներում, որ իմ արյունն դե թափվել է, իմ բարեկամներից դե ահագին մարդ է զոհվել։ Ես նրանցից վատ բաներ չասեմ, հիմա նրանք նորից ուզում են Հայաստանում գան իշխանության։ Ես նրանցից վատ բաներ չասեմ, հա։ Ինչի համար ես նրանց նորից բերեմ իշխանության։ Ասեք տենամ, ինչի համար, որ լավ արած բանի համար, ձեզ համար լավ բան են արել, ձեզ միտեղ ինչ որտեղ գործի են դրել, միտեղ ցեխավիկ եք դարել, միտեղ մի բան եք դարել, հետո ասենք մի 100-200 հազար մարդ այդ վիճակում եք եկել, հիմա այդ վիճակում ձեզ թույլ չեն տալի, օրենքով են ամեն ինչը ձեզնից պահանջում, ձեզ դուր չի գալի, դուք ուզում եք նրանց նորից իշխանության բերեք։ Հարգելի ղարաբաղցիներ ջան, ձեր ցավը տանեմ, ձեր կյանքին մեռնեմ։ Ձեզ, որն դե եք եղել, ասում եք մենք հաղթանակած կողմ ենք եղել, ասում եք մեզ Նիկոլն եկավ, ես սենց հարավ, նենց հարավ, հա։ Ինչու 30 տարում ոչ մի բան Ղարաբաղի համար ոչ մեկը չի արել։ Ինչի։ Ես դրանցից չպահանջեմ, հարգելի ղարաբաղցիներ ջան, որ ինձ կոպտում եք, ասում եք ղարաբաղցիների մասին վատ բան եք գրում, այդ երբ ցավը տանեմ, ձեր մասին վատ խոսող չկա։ Այսօր նորից ասում եմ, կրկնում եմ, այն Ադրբեջանի բանտում նստած են այն նախկին նախագահները բանը, բայց Երևան որ գազի զապրավկ են մտնում ես, որ բարձրահակ շենքին բան ես անում, արա նրանցն ա լրիվ։ Նրանք Բաքվի բանտում, բայց Հայաստանում կառավարվում է այդ ամեն ինչը։ Լրիվ նրանցն է, որ շենքը դա ասում է Ղարաբաղցի գեներալ է, այս 21 հարգանի շենք սարքում։ Ղարաբաղի գեներալը Հայաստանում 21 հարգանի շենքեր է սարքում վաճառում։ Հասկանում եք։ Ասում են դե Արայիկ Հարությունյանի փողերով է, կամ են Բակո Սահակյանի փողերն են աշխատացնում։ Հասկանում եք։ Ինչ են արել ձեզ համար, հիմա, այդ դրանք, որ ձեզ հետ տենց են վերաբերվել, այ ժողովուրդ ջան, այ ղարաբաղցիներ ջան, ես նրանց եմ կոպտում, թե ինչի եք դուք այդ ժողովրդին ղարաբաղցիներին գցել այդ վիճակի մեջ, հիմա նրանք եկել են Նիկոլին են մեղադրում, հասկանում եք, հիմա ես մի հարցը, Հիմա ասում եմ հայաստանցիներից, հայաստանցիներ ջան, ովքեր որ Նիկոլի դեմ եք, նրանց եք պաշտպանում, գիտենք ինչի համար, որովհետև նրանք ձեզ լափամանին կպցրել են, ու մենակ չէին ուտի, պետք է Հայաստանից էլ չէ իրանց պաշտպանողներ ունենային։ Այդ ովքեր որ նրանց պաշտպանում են, ես նրանց իրավունք չունեմ, ասեմ, արա, դու այն ժամանակ նրանց հետ լափում էիք եւ Հայաստանը եւ Ղարաբաղը։ Ես դրանցից վատ բաներ խոսալու իրավունք չունեմ, եթե խոսում եմ, ուրեմն թուրքամոլ եմ, հա։ Ախր ես դրանցից խոսում եմ, ինչի համար, հիմա նրանք նորից ուզում են Հայաստանում գան իշխանության։ Ես ոնց չխոսամ նրանցից։ Ոնց նորից նույն ձև թույլ տամ, ես նրանց հասակակիցն եմ, այդ կռվի մասնակիցն եմ, այդ ամեն ինչից տեղյակն եմ, անմիջապես առաջի բանով, որ ոչ մի բան չեն, ես նրանցից ոնց չխոսամ, ինձ ասում եք թրքամոլ, ես մի բան է, մի բան, հայաստանցիներ ջան, մենք 7 շրջան, Ղարաբաղը չեմ ասում, 7 շրջան Ադրբեջանից ավիրել ենք, Ադրբեջանը 30-35 տարում հզորացավ, պատերազմ հայտարարեց մեր դեմ,
Ինչ հարավ Ադրբեջանը։ Իրա պետականորեն յուրիդիչեսկի տարածքները վերականգնեց։ Քանի Հայաստանի շրջանավիրեց։ Հայաստանցիներ ջան, մի հատ բերեք հասկանանք։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության, դուք ինչ եք կարծում Հայաստանի վիճակը ոնց էր լինելու։ Այդ որ ասում եք Նիկոլ Փաշինյանը թրքացնում է մեզ։ Բայց Թուրքի առաջ ով առավ, որ Թուրքը Հայաստանի մազին չկպավ։ Իրա Ադրբեջանի իրա յուրիդիչեսկի, որ ամեն ինչով, օոնով, մակով, բանով, լրիվ իրաննա, իրա տարածքները վերադարձրավ, պատերազմով, ու այս կառավարությունը Հայաստանի կռիվ արավ, հենց նենց մուֆտա չհանձնեց, ոնց որ նրանք են մուֆտա հանձնել, անունը դրել են, թե պահում են իբր թե։ Հայաստանից երեխանցը տանելով ընդե, կործանելով, կոտորելով իբր թե պահել են։ Ինչ ա եղել։ Հայաստանի քանի շրջան Ադրբեջանը ավիրեց։ Ճիշտը ասեք էլի, ճիշտը հասկացեք։ Ով կանգնացրավ Թուրքին Հայաստանի սահմանների վրա, ով կանգնացրավ, դուք թե ես ներկայիս կառավարությունը, հիմա թրքամոլ նովա, դուք թե ես ներկայիս կառավարությունը, ով ա թրքամոլը, ուրեմն ես ներկայիս կառավարությունը թրքամոլա, որ Թուրքին Հայաստանի սահմաններում կանգնացրավ, հա, թույլ չտվավ, ոնց որ մենք ենք ավիրել Ադրբեջանի 7 շրջանները, թույլ չտվավ, որ Հայաստանի գոնե մի շրջանի վրա ինչ որ մի բան լինի։ Հա? Այս կառավարությունը թրքամոլա, հա? Ես միշտ ասել եմ, ամեն ինչից երկրում կատարվող արտաքին քաղաքականության մեջ, ամեն ինչում միայն եւ միայն երկրի ղեկավարը գիտի ինչ ա կատարվում աշխարհում, ինչ ա կատարվում Հայաստանից դուրս, Հայաստանի սահմաններում, Հայաստանի հարևան պետություններում, երկրի ղեկավարը միայն գիտի։ Այդ որ ասում եք Հայաստանի բերքը բանը չի ընդունում, դուք գիտեք թե ինչի համար չի ընդունում, հա? Հայաստանը արդեն ռուսամետ պետություն չի դրա համար, ոչ։ Հենց այսօր, Փառք Աստծո, ես ահագին մարդ ուղարկեցի Հայաստան, հենց այսօր այս ժամին արդեն հենա բանումն են, Վրաստանի պոստն են անցնում, արդեն Ռուսաստանից դուրս են եկել, Վրաստանի պոստն են անցնում, Հայաստան են գալի, Կրասնոդարից մինչև Վլադիկավկազ բենզին չկա, որ Հայաստանի ֆուրերը մտնեն ստե, եսիմի ովքեր մտնեն ստե, ֆուրերին ստեղ հատուկ տալոններ են տալի, զապրավկե կա մտնում ես, բացա, ոնց որ աշխատում է, ասում են տալոնով է, հատուկ տալոնով ֆուրեքը, ասենք, պրադուկտա բանա, որ տեղափոխում են, չէ, ժողովուրդ ջան, այդ ֆուրերին տալոն ունեն, այդ տալոնով գալիս են այդ զապրավկեքում զապրավկանում, որ երկրում ասենք պրադուկտ բան տեղափոխեն էլի, չկայնի այդ ամեն ինչը, այդ վիճակն է, ստե հլա մի քիչ, այս ասենք բանը այս հարավում, հլա մի քիչ լավ է, պատկերացնում եք ես ասում եմ համ չկա, համ ասում եմ ստե հլա մի քիչ լավ է, Սիբիրում, են որ Չինաստանից գալիս են, հազարավոր չեմ ասում, միլիոնավոր ֆուրեր, ապրանք բարձած,
ճամփեքին ուղակի հենցնենց կայնացին, որովհետև դե հիմի սա թակում բան չի, ես որ ամբողջ Ռուսաստանն է արդեն այդ վիճակում չկա, սալյարկա չկա, բենզին չկա, այս մի բանը չկա, մի բանը չկա։ Պետությունը հա չարչարվում է, ինչ որ բաներ անում է, որ այդ ամեն ինչը դզի, բայց դա հնարավոր չի, է դզելը, հասկանում եք։ Հայաստանում դրա համար ուրախանալ պետք չի, ժողովուրդ ջան։ Ըստ արդեն բենզինի գինը Հայաստանի բենզինի գինը դառի։ Դու պատկերացրեք, եթե Հայաստանը ճիշտ է, արդեն Ռուսաստանը հրաման տված է ոչ մեկի, ոչ մի լիտր, ոչ մի պետության, ոչ մի լիտր բենզին չեն կարա մատակարարեն։ Հայաստանը պետք է ուրիշ տեղերից, Իրանից, Եգիպտոսից, տարբեր պետություններից պետք է ներմուծի, Եվրոպայից նույնիսկ, հնարավոր է և Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, ստեղից արդեն հնարավոր չի ներմուծել։ Հասկանում եք, սա է դրությունը սենց լուրջ է իրականում, դրա համար էլ Ռուսաստանը ոչ մի տեղի, դրա համար էլ թույլ չտվավ, պատահական բան չի, դրանք որովհետև են գլխից գիտեն ինչ հակատարվելու ես երկրում, պատճառ են գցում ուրիշ պատճառ, ուրիշ բան, այս բան, են բան, բայց գիտեն ինչ հակատարվում, որ մի 1000-2000 ֆուրելը տեղից մտնի ստե ու դրանք զապրավկա անեն, բան անեն, вообще վիճակը վատանալու չէ, դրա համար դրսից թույլ չեն տալի։ Հիմա Ֆինլանդիայի, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ըտերքել լրիվ ամբողջությամբ փակեցին, հասկանում եք, իրականում մենք չգիտենք, մենք մեր աչքի տեսածը մենակ ասում ենք, և վերջ, մեր աչքը ինչ տեսնում է, անգաչ ինչ լսում է, են ենք ասում, բայց ասենք երկրի ղեկավարները գիտեն, ըստ է երկրի ղեկավարն էլ ամեն ինչ գիտի, չէ ինչ է կատարվում։ Դրա համար մարդիկ պետք է իշխանությանը վստահեն, միայն նրանք գիտեն ինչ է կատարում, միայն նրանք գիտեն ճիշտ ճանապարհը դրա։ Իսկ այդ մեկ էլ դերը ամենքին 2 կոպեկ փող ունեն եկել են պետությանը ուզում են զարմացնեն, հասկանում եք, չի կարելի։ Էսա ժողովուրդ ջան, կրկնում եմ, են առաջվա թեմաս, եթե չլիներ Նիկոլը, իշխանության գլխին 18 թվին չգար Նիկոլը, եթե հանկարծ նրանք մնային իշխանության, Հայաստանը ամբողջովին ընկնելու էր Աղդամի, Քելբաջարի, Ֆիզուլի, Գուպատլուի օրը, առանց կասկածանքի, նրանք էդ են ուզել անեն, որովհետև հենց սնենց մուֆտա Սերժ Սարգսյանը 11 թվին էլ, 13 թվին էլ, ուզելա տա ամեն ինչը, 15 թվին էլ, Ադրբեջանը չի վերցրել, նա ուզելա մեզ հետ վարվի նույն ձև, ինչպես մենք ենք վարվել իրանց դեմ, նրանք ուզել են հենց տենց լինի, նրանց տանձին չի թե 20,000 թուրք է մեռել այդ պատերազմում, բայց նրանք ուզել են մեզ հետ հենց այսպես վարվեն, բայց Նիկոլը ժողովուրդ ջան, աչքների տեսածին հավատացեք, թույլ չտվավ, որ Ադրբեջանի զինուժը մտնի Հայաստան։ Սահմանները մի 50-100 մետր բան դեզդեն, դա ոչ մի բան է, հասկանում եք, էդ էլ չի լավ, բայց ոչ մի բան է, բայց թույլ չի տվավ, որ ադրբեջանական զինուժը մտնի Հայաստան, իսկ մենք մտել ենք Ադրբեջան, մեր զինուժը մտել անդե 30 տարի էլ այդպես պահել, հասկանում եք, դե հիմա ասեք Նիկոլը պարտված է թե հաղթանակած, Նիկոլը Հայաստանի վարչապետն է, թույլ չի տվել, որ Հայաստան ադրբեջանական զինուժ մտնի, որ կարային, նրանց բոլորն էլ դաբրո տվել են,
Ընդհակառակը դաժե ռուսը ստիպելա որ նրան, ստիպելա որ մտնի Ադրբեջան։ Բայց այսօր ինչ կատարվում է Հայաստանում, այ մայել է ֆոն դեր Լայենը բանա որ գալիս են։ Դրանք մտածված արդեն արգելել են Ադրբեջանին։ Ասել են եթե դες բան կանեք, գործ կունենաք մեզ հետ։ Ադրբեջանի նման պետությանն էլ 3 օրում Եվրոպան կարա խեղդի, 3 օրում։ Միայն հասարակ սանկցիաներով։ Դրա համար էլ Ադրբեջանը ենթարկվել է։ Դրա համար էլ նրանց կանչում էին Եվրոպա, Ալիևին, Փաշինյանին կանչում էին, գարանտիա էին տալի, որ այլևս նման բաներ չի լինելու, պատերազմներ մեկ-մեկի դեմ չի լինելու, դուք ձեր տարածքը վաստանավիտ եք արել, всё, այդքանով բավարարվեք։ Հասկանում եք։ Վերջ։ Էսա։ Հիմա մեհատել եմ կրկնում, ժողովուրդ ջան, 35 տարի մեր երկիրը ավիրողներին, Ղարաբաղը ավիրողներին, Ղարաբաղը չճանաչողներին մեր հաղթանակից հետո, ես դրանց հետ կոպիտ, անտաշ, ամեն ձևով խոսալու իրավունք ունեմ, թե չէ։ Ղարաբաղցիներ ջան, դուք կապ չունեք։ Խոսքը այդ ղեկավար կազմերի հետ է, մենք եթե Ղարաբաղցիներից խոսում ենք, մենք նրանց հետ ենք։ Դուք մեր նման անճար ժողովուրդ եք, ինձ նման նույն ձև անճար, մի սովորական մարդիկ եք։ Ձեզ հետ ձեզանից ինչ խոսանք, մենք ձեզ վատ բան չենք ուզում։ Երբեք, ով կարա տես բան ասի, ոչ մեկը։ Էսա։ Մի մտեք անտեղի տեղը, ասենք, այսենց ինձ նման խոսացող մարդկանց, տես բաներ ասեք, հասկանում եք, ես իմ ամեն ինչը վտանգի տակ դրած, ստե ամեն ինչ ճիշտ ասում եմ, այդ ճշտի համար, ստե, նույնիսկ մի հատ լայքի համար, խախոլների էջ մտնես, մի հատ լայք տնես, այ ասում եմ, բոլոր հայերին եմ ասում, չանեք նման բան, մի հատ լայքի համար 10 տարից ես կդատեն, ես չեմ մտնում, չեմ դնում ոչ մի բան, նայում եմ, լսում եմ, թերթում գնում է, բոլորիդ էլ ես զգուշացնում եմ, հանկարծ չանեք, նրանցից մի հատ, սիրուն բաներ գրում են, բան են անում, ընդե մի հատ գրառում, մի հատ լայք, մի հատ բան չանեք, հայեր ջան, անկախ նրանից ով ուզում է լինի, դու կարող է լինես Ռուսաստանի կողմնակից, բայց մի հատ սուտի լայքի համար քե բռնեն ստե ճղեն, եւ վերջ։ Պայքարեք միայն Հայաստանի համար, եթե հայ եք։ Էլ թրքամոլը որնա, այս մեկը որնա։ Ձեզ հիմա խափում են, Ղարաբաղը ետ բերեն, Ղարաբաղցիները եթե ուզում են գնան իրանց տուն, գնան Ղարաբաղ, ոչ մեկը, նույնիսկ Ալիևը չի արգելում, միտեղ ինձ ցույց տվեք, որ Ալիևը ձեզ արգելում է գնաք Ղարաբաղ, բայց ձեր ուզածը այդ չի, դուք չգիտեք ինչ եք ուզում, ձեր ուզածը, ձեր այդ ղեկավարները, նախկին ղեկավարները Ղարաբաղի, նրանք են ասում, որ Հայաստանը լինի երաշխավոր, Հայաստանը կազմակերպի այդ բանը, որ մենք գնանք Ղարաբաղ, Հայաստանը լինի երաշխավոր, չի կարա նման բան լինի, հնարավոր չի, տես բաներ, ձեզ այ հենց տենց են խափում, իսկ եթե ով ուզում է գնա Ղարաբաղ, ոչ մեկը նրան չի արգելում, նույնիսկ ես ասում եմ, Ալիևը չի արգելում, ձեզ 100 անգամ ասել են, սա Ադրբեջանի տարածքը ասել են, եթե ուզում եք Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեք, ապրեք, Ռուսաստանում չենք ընդունել, Ռուսաստանի քաղաքացիություն ու ապրում չենք, հլա Հայաստանին էլ ըստեից 2-3 միլիոն հայ Հայաստանին էլ քրվում են, համ Հայաստանի քաղաքացի են, համ Ռուսաստանի, բայց Ռուսաստան են ապրում, Ռուսաստանի շահի համար ավելի շատ են ճիշտը խոսանք, էլի ժողովուրդ ջան, սովորեք ճիշտը խոսալը, ճիշտը ասելը, թեկուզ ճշտի համար են մարդկանց գլխին տալի, իմ գլխին շատ տվողներ կա, իմ ճիշտ խոսալու համար,
Ինձ ոչ մեկը չի ասում, ես ինչն եմ սխալ ասում, բայց ասում թրքամոլ։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Սա է։ Ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչ ասեմ։ Լավ եղեք։ Հետո իմ գալու համար էլի, որ այդքան շատ ինձ հարցնում եք։ Ես ամսի 100% եմ ասում, ամսի 7-ին, եթե ինձ հետ մի բան չպատահի, ես լինելու եմ Հայաստան, հուլիսի 7-ին։ Հուլիսի 6-ին իմ ծննդյան օրն է, հենց իմ ծննդյան օրն էլ դուրս եմ գալու։ Ամսի 7-ին լինելու եմ Հայաստանում։ Եթե ինձ հետ մի բան չպատահի։ Ասեցի, ես իմ խոսքի տերն եմ, բայց ինձ որ ասում եք, մարդը ասում է, թողեք ամեն ինչ եկեք Հայաստան, ժողովուրդ ջան, ես հիմա մենակ եմ ըստի, պահակ եմ, իմ ունեցվածների, ասենք բիզնես կա, արենդով հանձնած, բանարած, ժողովուրդ ջան, այդքան հեշտ չի էլի, որ ասում եք սաղ թողեք եկեք, սաղ թողում են գալի, ասենք Ղարաբաղցիք Ղարաբաղը թողին եկան, որ ասենք Հայաստանը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չի, ձեր ցավը տանեմ։ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ շատ լավ, ամեն ինչ նորմալ, Ռուսաստանը հիմա ծանր վիճակում է, մենք չգիտենք ինչեր են պահանջում ղեկավարները մեկ մյուսից, որ այդ ղեկավարները չեն կարողանում անեն դրա համար, ասենք, մեծ տերությունը են փոքրներին ուզում պատժի։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք, ժողովուրդ ջան։ Հասկանում եք ձեր ցավը տա, մենք չգիտենք։ Դա գաղտնիքներ է, որ ոչ մի երկրի ղեկավար այդ գաղտնիքները չի բացում։ Մենք չգիտենք Փաշինյանից ինչ են ուզում, որ Փաշինյանը չի տալի, որ այդ ձև են վերաբերվում Փաշինյանի հետ։ Ռուսաստանի համար ես ձեզ ասեմ, կապ չունի, Սամվել Կարապետյան լինի, Քոչարյան լինի, Փաշինյան լինի, սրա համար կարևորը, որ իր համար այդ Հայաստանի ղեկավարը իրան ենթակա լինի։ Հասկանում եք։ Հիմա դուք ուրախացեք, որ Հայաստանի ղեկավարը այդպես չի մտածում։ Ես եմ որ ասում են փափախս վեր կալած ամեն տեղ գովում եմ, ես դրա համար եմ գովում իմ երկրի ղեկավարին, որ նա չի ծնկում, հասկանում ես, Քոչարյանը ծնկել է, Սերժը ծնկել է, Լևոնը ծնկել է, այ ձեր ցավը տանեմ, այդ մարդը ֆիգուր չունի, սիրուն չի, ատամները լավը չի, ցլինդր է դնում, էս մի բան անում, էն մի բան անում, տերտերներից լավ են բիբլիան կարդում է, ամեն ինչ անում է, արա բայց այդ մարդը չի ծնկում, էս գեր հզոր տերության առաջ, չի ծնկում, իրան պահում է հավասարի հետ, ես դրա համար եմ այդ մարդուն հարգում, վերջ, ուրիշ գաղտնիք չկա, վերջ, դուք ուզում եք ինչ-որ մեկը որ ծնկի, հայազգ, ուզում եք այդպես մի ղեկավար, որ ծնկի բոլորի առաջ, արա դուք էլ դրան եք ընտրում, բայց ժողովրդի մեծամասնությունը չի ուզում ծնկի, ծնկածը լի, այսենց գերտերության երկրների ղեկավարների առաջ, կրկնում եմ, սրանց համար տարբերություն չկա, ով լինի Հայաստան, կարևորն է, որ իր առաջ ծնկած լինի, ձեր ծնկածներին մեր ժողովուրդը չի ուզում էլ տեսնի, չի ուզում եք ձեր են ունեցած ամեքիդ 5 միլիարդ դոլար փող ունեք, սաղ բաժանեցեք, մեկա ժողովրդի մեծամասնությունը չի ուզելու, միշտ էլ տենց է լինելու, ժողովուրդ ջան, ենքան հավեսով եմ խոսում ձեզ հետ, բահլա որ մի հատ ազատ լինեմ իմ խոսքերի մեջ, չգիտեք ինչեր կասեմ է ժողովուրդ,
Ես իմ խոսքերի մեջ ազատ չեմ, ես շատ զգուշ եմ իմ խոսքերի մեջ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, եղեք Հայաստանի իշխանությունների կողքին, են որ ասում են փրկություն, 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 փրկությունը միայն դրա մեջ է, կրկնում եմ, միայն Հայաստանի ղեկավարը գիտի ճիշտը որն է։ Մենք քորի կողքին էլ ենք եղել, Քոչարյանի կողքին էլ ենք եղել, Սերժի կողքին էլ ենք եղել, Նիկոլի կողքին էլ ենք լինելու։ Ազգը պետքա տենց լինի։ Իսկ այդ մի 100 մարդը, որ երգիրը տրած, պատոկի տակ, թալանի տակ տրած են պահել, մենք դրանցից վատ բաներ խոսելով իրավունք ունենք։ Դրանք կապ չունեն հասարակ մարդկանց հետ, ովքեր դրանց գյուղացի են, դրանց համակարգացի են, դրանք կապ չունեն, ոչ մի Ղարաբաղցի կապ չունի, Քոչարյանի, Բակո Սահակյանի, նրանք թալանչիներ են, նրանք հենց Ղարաբաղցիներին են, առաջի ոչերը թալանել, նրանց տուն տեղից գցել, հասկանում եք, նրանք երկրի ղեկավար չեն լինել, եթե Հայաստանի դեմ պատերազմը չլիներ, այսօր Նիկոլ Փաշինյանի օրոք Ղարաբաղցիները ապրելու էին Ղարաբաղում, թեկուզ ադրբեջանական պասպորտով, ինչ կապ ունի պասպորտը, եթե դու ապրում ես, ես որ Ռուսաստանում եմ, ռուսական պասպորտով չեմ ապրում, ինչա, հայ չեմ, հասկանում եք ժողովուրդ ջան, դա մարդկանց խաբուսիկ բաներ է, որ մարդկանց դնում են անգրագետի տեղ, ու այդ այնց մանրուքներով մարդկանց խաբում, Ղարաբաղցու ուղեղի մեջ մտցնում, որ Ղարաբաղցին չի կարող ադրբեջանական պասպորտով ապրի, Ինչի Ղարաբաղցին կարող Ուզբեկստանի պասպորտով ապրի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, բայց Ադրբեջանի պասպորտով չի կարող ապրի, խի որ իրա տանը ապրեր, իրա այդ հայրենիքում ապրեր, ինչ վատ կլիներ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, լավ եղեք, լավ օր եմ ցանկանում բոլորիդ, լավ օր եմ ցանկանում բոլորիդ, ամսի 7-ին Հայաստան եմ, եթե մի բան չկատարվի ինձ հետ, չգիտեմ,